Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին չի փոխանցել զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր։ Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ ԵԽ-խորհրդարանների նախագահների Եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվերի հետ։ Կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական գործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։ Նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Կառավարությունն ընդունել է միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի պաշտպանության հարցերով կցորդի մասին որոշում։ Արդյունքում Հայաստանը կունենա մակուն պաշտպանության հարցերով կցորդ, որը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական եւ ռազմաքաղաքական գործակցության համադրման եւ կոորդինացման աշխատանքները։ Կամրապնդի երկկողմ գործակցության մակարդակը նաեւ կներկայացնի գործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ։ Մակուն պաշտպանության հարցերով կցորդի միջոցով կստեղծվի արդյունավետ աշխատանքի համար հնարավորություն, ինչը կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը եւ զարգացմանը, նաեւ ռազմական եւ ռազմաքաղաքական գործակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Մարտի 20-ի Երևանի ժամանակով 13:01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, աստարարելով աստղագիտական գարնասկիզբը։ Այս մասին հայտնում են հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։ Մարտի 20-ին ժամի 9 դրությամբ Սիսիանի, Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում, այս մասին հայտնում է ճանապարհային դեպարտամент հիմնադրամը։ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի եւ Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արտաշատի եւ Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը 50-ից 60 մետր։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ։ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող արդարություն եւ զարգացում ու ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամների միջև։ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական համաշարժումը ստանձնել է Իսրայելի կենտրոնական շրջանների գնդակոծության պատասխանատվությունը, այս մասին հայտարարել է շարժման զինված թևը Իզեդին Ալ-Քասամի բրիգադներ կազմակերպությունը։ Քաղաքացիական անձանց դեմ Իսրայելի կողմից կատարված հանցագործություններին ի պատասխան մենք հրթիռակոծել ենք Թել Ավիվը, նշված է կազմակերպության հայտարարության մեջ։ Թուրքիայում բողոքի ակցիաներ են մեկնարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ։ Նախորդին Ստամբուլի նահանգապետարանն արգելել է հանրահավաքներ, ակցիաների անցկացումը, չնայած արգելքին բողոքի ցույցերը շարունակվել են, այդ թվում մայրաքաղաք Անկարայում։ BBC-ն հաղորդում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել համալսարանի շենքի մոտ հավաքված ուսանողների նկատմամբ։ Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչը ձերբակալվել է մարտի 19-ի վաղ առավոտյան փողերի լվացման անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։